Եկեղեցու բարենորոգումը կրոնական վեճ չէ, դա Հայաստանի ինքնիշխանության ու ազգային անվտանգության հարց է, որովհետև եկեղեցին մեր երկրի ամենազանգվածային վստահության հարթակներից մեկն է։ Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ամեն շաբաթ լսում են եկեղեցում հնչող խոսքը, իսկ ով վերահսկում է այդ խոսքը, նա ազդում է երկրի ներսում համերաշխության, ընտրության, նույնիսկ արտաքին կողմնորոշման վրա։ Ցանկացած պետության մեջ, որտեղ մեծ հանրային վստահություն վայելող ինստիտուտը դառնում է փակ, անթափանց եւ կուսակցականացված, նա շատ արագ դառնում է արտաքին ուժերի համար ներթափանցման դարպաս։ Արտաքին դերակատարներին զինվոր պետք չէ, բավական է կախվածություններ ստեղծել, ֆինանսական հովանավորություն, բարեգործություն, մեդիաքարոզչություն, հոգևորականի շուրջ քաղաքական խմորումներ, արդյունքը միշտ նույնն է։ Եկեղեցին փոխանակ բուժի սկսում է տրոհել, մերը ու ձերը անել, հայրենասեր ու դավաճան կարգել, իսկ բաժանված հասարակությունը պետության ամենաթույլ վիճակն է։ Օրինակներ շատ ենք տեսել ամբողջ աշխարհում։ Ուկրաինայում եկեղեցական ենթակայությունը տարիներով եղել է ազատության պատերազմի մաս, ու երբ պատերազմը դարձավ իրականություն, պետությունն ու հասարակությունը շատ արագ հասկացան, որ հոգևոր ինքնավարությունն էլ ազգային ինքնիշխանության կարևոր բաղադրիչ է։ Վրաստանում եկեղեցին մեծ դեր է ունեցել պետության զարգացման գործում, բայց երբ այն մտել է կուսակցական պայքարի տիրույթ, դարձել է ներքին բախումների խթանող։ Բալկաններում, Մերձավոր Արևելքում կրոնական ինստիտուտների քաղաքականացումն անընդհատ վերածվել է պառակտման եւ բռնության։ Այս օրինաչափությունը միշտ նույնն է։ Երբ սրբազանը դառնում է քաղաքական գործակալ, պետությունը կորցնում է ներքին դիմադրողունակությունը։ Ահա թե ինչու բարենորոգումը պետք է սկսվի ներսից եկեղեցի հարթության վրա։ Թափանցիկ ֆինանսներ, հաշվետվողականություն, կանոնների գերակայություն, հոգևորականի ապաքաղաքականացում, ատելության խոսքի զրո հանդուրժողականություն։ Սա եկեղեցու դեմ չէ, սա եկեղեցու պաշտպանությունն է արտաքին ներթափանցումից եւ ներքին մաշումից։ Երբ եկեղեցին մաքուր է, հասարակությունը դառնում է վստահ եւ համերաշխ։ Երբ հասարակությունը համերաշխ է, պետությունը կանգուն է ու դժվար է կոտրել նրան ներսից։ Իսկ երբ պետությունը ներսից չի կոտրվում, դա է անկախությունը։